Ողջույն։ Նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է 10 օր։ Անցնող 20 օրերին տեսանք մի կողմից ատելությամբ լեցուն նյարդային ելույթներ Փաշինյանից, նստացնելու, խլելու, զոհելու սպառնալիքներ եւ իհարկե 2018-ից չդադարող սուտ խոստումներ։ Մյուս կողմից տեսնում ենք հիմնական ընդդիմադիր ուժերը ժողովրդին առաջարկում են երկիրը վերականգնելու, պաշտպանելու, ժողովրդի վիճակը փոխելու ռեալ ծրագրեր։ Ռոբերտ Քոչյանը հարցազրույց տվեց Մեղրիում։ Վայրը շատ խորհրդանշական է, որովհետև այս իշխանությունը անընդհատ ասում էր, թե Քոչարյանը Մեղրին հանձնում էր, տոլի հանձնել է, բայց Մեղրին Քոչյանի օրոք ոտքի է կանգնել, իսկ այսօր կա Սյունիքը կորցնելու վտանգ։ Ու վտանգը ավելի է մեծանում Նիկոլի Սյունիքը մնալու է Հայաստանի Հանրապետության անբաժան մասը ելույթից հետո։ Անդրադառնամ Ռոբերտ Քոչյանի հարցազրույցում մի քանի թեմայի։ Մեկը Փաշինյանի, այսպես ասած, արտերկրյա քարոզարշավն է։ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ադրբեջանը, Թուրքիան ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրվելու համար։ Եվրամիությունը Հայաստանում գագաթնաժողով արեց, աջակցող ելույթներ ունեցավ, Թուրքիայից ու Ադրբեջանից ուղիղ սատարեցին, Միացյալ Նահանգների փոխնախագահ աջակցություն հայտնեց, երեկ էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր անակնկալ ու կայծակնային այցով։ Ըստ Քոչարյանի, այն Հայաստանին ոչինչ չտվող քարոզչական այց էր։ Ռուբիոն Հայաստանում մնաց ընդամենը 40 րոպե։ Օդանավականում խոսեց, գնաց։ Ընդամենը կարելի է ասել տեխնիկական այց էր ԱՄՆ պետքարտուղարի այցը։ Որ որևէ երկիր ենք թռչում տարանցիկ չվերթով եւ ինքնաթիռը իջնում է լիցքավորվելու, անգամ այդ ժամանակ ավելի երկար է կանգնում, քան Ռուբիոն Հայաստանում։ Երկրորդ նախագահը նշում է, ընդամենը իշխանությունն էր խնդրել քարոզարշավի օրերին գալ, գոնե կարճ աջակցություն ցույց տալ։ Այլապես ընդամենը 15 օրից հեռացող իշխանության հետ ինչ պետք է բանակցեր Միացյալ Նահանգները։ Այդ այցի միակ իմաստը մի տողանոց հայտարարություն էր, թե ձեր թիմը ճանապարհ է հարթում դեպի պայծառ ապագա ու մեր աջակցությունն ենք հայտնում այդ խիզախությանը։ Այս մեկ նախադասության համար էր եկել կարելի ասել։ Երկրորդ նախագահն ասում է, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ընտրություններին խառնվող հայտարարություն չենք լսել Ռուսաստանից, բայց Եվրամիությունը գումար է տալիս ընտրությունների համար ու հիմնավորելով Ռուսաստանի ենթադրյալ ազդեցությամբ։ Ուղիղ ազդեցությունը սա է Հայաստանի ընտրական գործընթացներին։ Ուղիղ ազդեցություն այս աջակցության խոսքերն են, որ հայտնում են։ Ռուբիոյի ստորագրած թուղթը, այսպես կոչված Թրամփի ուղու մասին, ըստ Քոչարյանի, Հայաստանին ոչինչ չի տալիս, բացի Իրանի հետ լարվածությունից։ Իրано-ամերիկյան պատերազմը չի ավարտվել։ Տեսնում ենք Իրանը որքան զգայուն է, ու այս վիճակում իր քթիթակ ամերիկյան ներկայությունը Միացյալ Նահանգներին շնորհակալություն հայտնելը արձագանք չի կարող չստանալ։ Իրանը, ինչպես նկատում է Ռոբերտ Քոչյանը, ցույց տվեց, որ իրեն պաշտպանելու համար չունի կարմիր գծեր, վկան մերձավոր արևելքում ամերիկյան բազաների վրա ռումբերն են։ Իսկ ինչու դա չի անի Թրիփի ուղղությամբ։ Ինչու չի խզի Հայաստանի հետ կապերը, մանավանդ որ իր առևտրաշրջանառության ընդամենը 0.2%-ն է։ Երկրորդ նախագահի հարցազրույցի մյուս կարևոր դրվագը վերաբերում էր հայ-ռուսական հարաբերություններին, որը այս իշխանության օրոք այլևս քանդված է։ Նախագահ Քոչյանն ասում է, գերտերության հետ այդպես չեն շփվում, չեմ հիշում նման դեպք, որ ռուս պաշտոնյաները այսպիսի կոշտ ելույթներ ունենան Հայաստանի իշխանության հասցեին։ Ռուսաստանը թշնամական հարաբերություններ ունի Եվրամիության հետ, Հայաստանը մերձենում է Եվրամիությանը, բա ոնց կարձագանքի։ Երեկ Պետդումայում քննարկվում էր Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր խզումը։ Շատ կոշտ քննադատություն էր, շատ կոշտ քննարկում։ Առաջարկել են արգելել հայկական գյուղմթերքը, խմիչքը, հացահատիկ չուղարկել Հայաստան, գազը թանկացնել Եվրամիության չափանիշներով $600 ու ասեն, որ հենց սա է մեզ սպասում։ Նիկոլը դարձյալ որոշել է հիմարացնել ժողովրդին։ Ինչ է ասում այսօրվա քարոզարշավում։ Դիտենք մի հատված։ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք։ Պետք է ունենա այլընտրանք լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Այդ ես չեմ որոշելու ժողովուրդ։ Այդ ես չեմ որոշելու։ Այդ հզորն է որոշելու։ Հզորը ով է հզորը, Հայաստանի քաղաքացին է հզորը։ Այդ դուք եք որոշելու, ես չեմ որոշելու։ Այո, իհարկե, կարող էինք հավատալ, թե ժողովուրդն է որոշողը,
Բայց ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի։ 2018-ին մի քիչ ավելի բարձր ու ավելի ճղճղան ձայնով էր գոռում, որ էլի ժողովուրդն է որոշողը, թե ոնց լուծվի Ղարաբաղի հարցը։ Դա էլ դիտենք։ Ղարաբաղի հարցի լուծող չլուծողը կառավարությունը չէ։ Ղարաբաղի հարցի լուծող չլուծողը ժողովուրդն է։ Եվ ես ուզում եմ ասել հետևյալը, ժողովուրդ ջան, եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն, որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ։ Ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ եւ դուք կորոշեք, մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում։ Կորոշեք, որ գնում ենք, ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն չենք գնա։ Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը եւ սրանում որևէ կասկած չի կարող լինել։ Սա նույն մարդն է, ու ոնց այն ժամանակ քվե կորզեց ու լուծեց Ղարաբաղի հարցը այնպես, ինչպես ուզում էր Ալիևը, այնպես էլ այսօր է քվե ուզում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը լուծի այնպես, ինչպես ուզում են Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը։ Ռուսների վրա մատ է թափ տալիս, թե գազը թանկացնում եք, թանկացրեք, մենք այնքան փող կունենանք, որ մեր վրա դա չի երևա։ Գուցե Եվրամիությունն է խոստացել գազի գնի թանկացվող մասը սուբսիդավորել։ Կասկածում եմ իհարկե, բայց կասեք, այդ դեպքում մինչև երբ կսուբսիդավորի։ Իսկ ելակն էլ կսուբսիդավորի, արտագն աշխատողների աշխատավարձն էլ, ծիրանի գինն էլ կսուբսիդավորի, հացահատիկի տեղն էլ բրինձ կուղարկի։ Երկրորդ նախագահը նշում է, որ սրանք արտահանման դիվերսիֆիկացման մասին ուղղակի դատարկախոսում են առանց Եվրամիության հետ պայմանավորվելու։ Եվրամիությունում մեր գյուղմթերքին չեն սպասում, իսկ Ռուսաստանի Դաշնություն ուղարկում ենք 95%-ը։ Նիկոլը այսօր էլի ստերի շարք էր սկսել։ Հայաստան ոչ թե միլիոններ են գալու, այլ միլիարդներ, տրիլիոններ են գալու, ու դա ասում էր աղքատությունից կուչ եկած գյուղացիների առաջ։ Որտեղից են գալու այդ փողերը, ուր են գալու, ում գրպանն են գալու։ Ու շատ ուշագրավ է, որ ասում է մեր պետությունն արդեն ի վիճակի է կառուցել իր բարեկեցությունը ու դրանից ուղիղ 8-10 րոպե հետո կառավարությունը 170 միլիոն դոլար վարկ է վերցնում, եվրո ներողություն վարկ է վերցնում բյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Ահա այսպիսի զարգացում։ Նախագահ Քոչյանը բազմիցս զգուշացրել է. չի կարող քո արտաքին քաղաքականությունը հակառակ լինել քո տնտեսությանը, եւ այժմ երբ սրանք հակադրել են ու տնտեսությունը հասցնում են կոլապսի, հարց է ուղղում, իսկ դա արդյոք գործակալի գործելավոճ չէ։ Փաշինյանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը հաստատ չի փոխվի, բայց լավ է գոնե որ այս վերաբերմունքը ոչ թե երկրի ու ժողովրդի նկատմամբ է, այլ ՔՊ-ի։ Ուրեմն սրանց հեռանալուց հետո ամեն ինչ կգա իր բնականon հուն։ Կարճ ասած, Ռոբերտ Քոչյանն ասում է Փաշինյանը մեր հողի երկրի նկատմամբ չունի սեփականատիրոջ զգացում։ Դրա համար էլ հանգիստ հալանում է, հանձնում է, վարի է տալիս։ Մեկ է, վերջում ճողոպրելու է։ Դա կենսագրություն է, փախուստների շղթա։ Մարտի 1-ին հրահրեց, թռավ, նոյեմբերի 9-ից հետո թռավ ու եթե հիմա պարտվի, էլի թռնելու է։ Դա Նիկոլի խասյատն է։ Բայց վստահեցնում է, ուր էլ գնա, հետ ենք բերելու։ Միակ տեղը, որ կարող է գնալու իրեն լավ զգա, Թուրքիան կամ Ադրբեջան են, այնտեղից նաև աջակցություն ունի։ Իդեպ, իշխանափոխությունից հետո կպարզվի Ադրբեջանի եւ Փաշինյանի փոխադարձ սիրո կոնկրետ պատճառը։